օգտագործել։ Ունեինք բոլոր 2005 տեղամասերում ոչ միայն 1, ոչ միայն 2, այլ 3 վստահված անձանց համակարգ, ու ինչ էին անում իշխանությունները, հաշվի առնելով այդ համակարգում առավել պատրաստված գործընկերներից, այդ գործընկերներին փուլ առ փուլ ձերբակալում են։ Այսինքն ես 3 անգամ ստիպված եմ եղել, մարդուն պատկերացնում եք, չէ՞, մարդը վստահված անձ է, պետք է դասընթաց իրականացնես, այդ հատուկ ստեղծած համակարգում հմտությունները մարդուն սովորեցնես, մարդուն ուղղորդես, ոնց է աշխատանքը կազմակերպվում, եւ այս համակարգս, որը ըստ էության կարող եմ անհամեստորեն ասել, կարելի է դարձնել ԿՀ-ի այլընտրանք։ ԿՀ-ն ընտրական գործընթացում գոյություն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողով բուրգ է։ Իր ներքևը 38 ընտրատարածքային հանձնաժողովներն են, դրա ներքևն էլ արդեն 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովներն են։ Մենք նույնատիպի այլընտրանքային համակարգ ենք ստեղծել, որպեսզի կանխարգել ենք հնարավոր միջամտությունները։ Այս համակարգս ողջ արդեն նախընտրական քարոզչության ընթացքում, երբ մեկնարկել էր մայիսի 8-ից, պարբերաբար կատվածահար եղավ։ Էլ չխոսենք այն մասին, որ տասնյակ հենց մեր թեկնածուներ ցուցակի կրկին, հետապնդումների ենթարկվեցին, տարբեր նրանց նկատմամբ խափանման միջոցներ կիրառվեցին, եւ այս հետապնդումների շղթան դեռ շարունակվում է, եթե հետևեք կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ են ներկայացնում մեր թեկնածուների նկատմամբ, այդ միջանկյալ անձեռնմխելիությունից զրկելու եւ խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Այսինքն, ամփոփելով այս առաջի դրվագը, ես փուլ առ փուլ խախտումների ձեզ ներկայացնեմ, այնուհետև քննարկենք հարցերին սիրով պատասխանեմ։ Գալիս է պնդելու, որ բնականon ընտրական գործընթացը սկսած այն հանգամանքից, որ մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը այդպես էլ հնարավորություն չունեցավ հավասարության սկզբունքի համատեքստում մասնակցելու նախընտրական քարոզչությանը մեզ հետ, մեր նկատմամբ խախտված է եղել։ Ու եթե օրինակ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը ուղղակի դուք հետևեք համեմատեք, ընդամենը օրինակ տեղեկատվական բլոկը, հայտարարությունները, այս նախընտրական շրջանի համաչափ որևէ շրջանում նման ակտիվություն չեն դրսևորել։ Դա արհեստական ակտիվություն է, ու օրինակ ես կուզեի հետագայում մի վերլուծություն իրականացնենք այս շրջանում ինչքան հանցագործություններ են ընդհանուր Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվել, որովհետև եթե մենք վերենք լուծում ընդհանուր առմամբ, համապետական ըստ մարզերի հանցագործությունների տեսակը աճը գրեթե ամենուր եռակի է, սկսած ծանր հանցագործություններից, այն իրականությունում, երբ իրավապահ մարմինների ռեսուրսը պետբյուջեով էականորեն ավելացվել է, անգամ որոշակի պայմաններում ֆինանսավորումը եռակի անգամ է ավելացվել։ Այսինքն ունենք իրավապահ մարմինների քանակի եւ ֆինանսավորման պետական մակարդակով աճ, դրան զուգահեռ ունենք նույնապես հանցագործությունների տեսակների ավելացում ու աճ։ Սա բնական ու նորմալ չէ եւ սա իմ խորին համոզմամբ պայմանավորված է նրանով, որ իրավապահ մարմինների առաջնային առաքելությունը այս իշխանությունը դարձրել է քաղաքական օրակարգեր սպասարկելը, ինչի հետևանքով էլ այլ տեսակի ու բնույթի հանցագործությունների կանխարգելումը էականորեն տուժում են։ Երկրորդիվ, վարչական ռեսուրս։ Հարգելիներս, քիչ անց, որպեսզի ժամանակ խնայենք, խոսքից երկրորդելով ես կտեղադրեմ մի շարք ապացույցներ, ասեմ, որ այս օրերի ընթացքում մենք հատուկ թեժգիծ ենք ստեղծել, հազարավոր ահազանգեր ենք ստացել ու ամեն օր մենք արտակարգ ռեժիմով աշխատում ենք, չենք քնում, որպեսզի փորձենք այս կարճ ժամանակահատվածում մշակել այդ ամբողջ տեղեկատվությունը, իսկ տեղեկատվությունը ահռելի է, բացի այդ հնարավորությունը օգտագործեմ, կրկին կոչ անեմ մեր հայրենակիցներին, եթե ունեք որևէ փաստ, ապացույց խախտումների վերաբերյալ, որովհետև որոշակի մեխանիզմներ են մեր համոզմամբ աշխատեցվել, որը փորձում ենք վերհանել, մենք շատ շնորհակալ կլինենք, եթե ներկայացնեք ու երաշխավորում ենք կոնֆիդենցիալությունը, որովհետև մարդիկ այս համատեքստում են վախեցած, ինչ են անում վարչական ռեսուրսի համատեքստում, սկսած նրանից, որ ահազանգերը բազմաթիվ են, պետական ծառայության տարբեր տեսակների նկատմամբ, որ մարդկանց ստիպել էին գնալ իշխանության օգտին քվեարկելու եւ քվեաթերթիկը օրինակ լուսանկարելու, կոնկրետ մեր քաղաքական քվեաթերթիկը դուրս բերելու ի ապացույց, որ տվյալ անձինք մեզ չեն քվեարկել։ Ու մարդիկ իրապես վախենում էին ու հարկադրված էին այդ տեսանկարելը, լուսանկարահանելու process-ը իրականացնել։
տեսանյութեր կան, որ ունենք ու ահազանգեր, որ մի շարք ընտրատեղամասերում մարդիկ արդեն նախապես սոսագրպանում քվեաթերթիկով 16 մուտք են գործել տեղամաս, այսինքն ոչ թե իրենց հետ դուրս են բերել, այդ արձանագրումներն ունենք, այլ նախապես են մտել այդ քվեաթերթիկներով, բայց գլոբալ